Գյուրջան Կասկադ, հասանելի բնակարաններ 65 ամիս մարման ժամկետով։ امروز دیدم که سردبیر نشریه تهران تایمز ایران یک پیام جالبی برای آقای ترامپ صادر کرده. Ես այսօր նկատեցի ուրեմն Tehran Times-ի գլխավոր խմբագիրը շատ հետաքրքիր ուղերձ էր հղել Թրամփին. گفت ما حتی دفتر نشریه تهران تایمز رو ترک نمی‌کنیم چه برسه تهران. Նա ասաց հետևյալը, որ մենք Tehran Times-ի գրասենյակը չենք լքելու, ինչ մնա Թեհրանը. بعضی‌ها اینقدر تو توهم هستن که واقعا نمیتونن واقعیت‌های جامعه ایران رو ببینن. Ես կարծում եմ, որ մարդիկ իսկապես այն չեն կարողանում այն իրականությունը, որը տիրում է Իրանում, դա ճիշտ ընկալեն. فکر کنم بزرگترین مشکل غرب کشورهای اروپایی اینه که جامعه ایران رو نشناخته و با این واقعیت جامعه ایران اصلا آشنا نیست. Ուրեմն Արևմուտքի եւ եվրոպական բազմաթիվ երկրների խնդիրը կայանում է նրանում, որ նրանք թերևս չեն ճանաչել Իրանի հասարակությանը եւ չգիտեն թե այնտեղի ժողովրդի ինչպիսին է. فکر می‌کنم رژیم صهیونیستی باید دیگه فهمیده باشه که جنگیدن با یک کشور قدرتمند بسیار بسیار متفاوت است. جنگیدن و بمب ریختن روی کودکان گرسنه در غزه در یک زندان روباز هست. Ես կարծում եմ, որ սիոնիստական ռեժիմը արդեն իսկ հասկացել է, որ հզոր եւ ուժեղ պետության հետ պատերազմելը դա նույնը չէ, ինչ երբ նա փաստորեն սոված, քաղցած երեխաների վրա գազայի հատվածում ռումբեր է թափում, միտեղ, որը կարելի է անվանել բացօթյա բերդ. ما الان با نبرد اراده ها و روایت ها سر کار داریم. Մենք հիմա ուրեմն խոսույթների եւ կամքերի ուրեմն հակամարտության դիրույթում ենք գտնվում. در نبرد اراده ها ملت ایران در طول تاریخ هیچ وقت شکست نخورده و این بار هم درس بزرگی به متجاوزین خواهیم داد. Ինչ վերաբերվում է կամքերի այդ մարտի մեջ Իրանի ժողովուրդը երբեք ուրեմն չի պարտվել եւ սա կարծում եմ դա դրանով մեծ դաս է տվել ագրեսորներին. برای اینکه موضوع خیلی براتون خوب روشن بشه بذارید چون در جوامع مختلف دارن اینو ارزیابی میکنن و اینو میچرخونن من این مسئله رو اینجا باز کنم توضیح بدم. Եթե թույլ տաք ես ցանկանում եմ այս հարցը բարձաբանել, որովհետև այս թեման անընդհատ տարբեր ուրեմն հասարակությունների մեջ դա շրջանառվում է. خب شما میدونید که رژیم صهیونیستی یک حمله برق‌آسا و غافلگیرانه به جمهوری اسلامی ایران انجام داد. Դուք շատ լավ գիտեք, որ սիոնիստական ռեժիմը շատ կայծակնային եւ անկախատեսելի հարձակում իրականացրեց Իրանի նկատմամբ. این حمله برق‌آسا ابداع آلمان‌ها در جنگ جهانی دوم بود. ابداع. Ուրեմն այս ուրեմն կայծակնային հարձակումը ուրեմն գերմանացիները օգտագործել են երկրորդ համաշխարհային պատերազմում. وقتی شما حمله غافلگیرانه و برق‌آسا می‌کنید می‌خواهید در حریف فروپاشی معنوی و روحیه ایجاد کنید. Երբ որ ուրեմն փորձում ես այդ կայծակնային հարձակումը իրականացնել, դրանով դու փորձում ես մյուս կողմում փաստորեն հոգեբանական ուրեմն հոգեբանորեն դիմացինին կոտրես. یعنی می‌خواهید روحیه حریف رو بشکنید و قدرت سازماندهی رو ازش بگیرید. Այսինքն դու դրանով փորձում ես մյուս կողմի հոգեբանությունը կոտրելով
նրա ուրեմն կազմակերպչական հնարավորությունները եւ կառավարման հնարավորությունները նրա ձեռքից խլել։ برده اصلی در اینه نه در اون حمله اولیه. Այսինքն հիմնական հաղթանակը այդ հատվածում է, ոչ այն կայծակնային հարձակման։ حمله بر آسای رژیم صهیونیستی هیچ افتی در واکنش ما ایجاد نکرد. Այդ կայծակնային հարձակումը սիոնիստական ռեժիմի կողմից նա չնպաստեց, որպեսզի մենք թերանանք մեր արձագանքում։ فرماندهان ما رو به شهادت رسوندن، ظرف چند ساعت جابجا شدن. Այսինքն նրանք անմիջապես մեր հրամանատարական կազմի նահատակվելուց անմիջապես հետո մի քանի ժամվա ընթացքում նրանց փոխարինեցին այլ հրամանատարական կազմով։ صبح گوشک زدن، شب گوشک خوردن. Առավոտյան նրանք հրթիռակոծեցին, երեկոյան պատասխան հրթիռներ ստացան։ و اینطور نبوده که ضربه‌ای که اونها زدن طرف مقابل حریفشان خود را ببازد. Եվ դա այնպես չեղավ, որ նրանք իրենց ուրեմն այդ հարվածների արդյունքում պատճառ դառնան, որպեսզի իրենց մյուս կողմը փաստորեն իրեն թույլ զգա։ شما برید بگردید از جنگ جهانی دوم تا الان هیچ کشوری نتوانسته است ظرف چند ساعت خود را سازماندهی کند و ضربه محکمتری به حریف بزند. Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, եթե դուք ուսումնասիրեք, դուք չեք նկատի մի երկրի, որը ընդամենը ուրեմն հարվածից մի քանի ժամ հետո կարողացել է փաստորեն վերակազմավորվել եւ կազմակերպչական առումով շատ ավելի հուժգու պատասխան տա թշնամուն։ اما شما حتما تلویزیون ایران دیدید که حمله ناجرانه رژیم صهیونیستی به تلویزیون ایران انجام داد. Համոզված եմ դուք նկատել եք, թե ինչքան անմարդկային ուրեմն հարձակում տեղի ունեցավ մեր Իրանի պետական հեռուստաընկերության նկատմամբ։ مجری برنامه تلویزیونی حاضر نشد حتی زیر بمباران استودیو رو ترک کنه. Անկամ այդ հաղորդավարը ուրեմն չցանկացավ անգամ այդ ռմբակոծության ընթացքում լքել դահլիճը։ زندان خانمم بود. Իդեպ կին էր ուրեմն այդ հաղորդավարը։ نشون داد که مرد بودن به نرینگی نیست، به مردانگیه. Նա ցույց տվեց, որ տղամարդ լինելը դա տղամարդկության ոգի ունենալն է, ոչ թե զուտ ֆիզիկական տղամարդ լինելը։ ما آماری که تا به حال حالا آمار دقیق داره اضافه میشه ولی آماری که ما داریم حدود 224 تا شهید هست و نزدیک به 1800 نفر مجروح، 1200 خردی مجروح. Ուրեմն ըստ տվյալների ուրեմն նահատակների թիվը 224 է, իսկ վիրավորների 1200։ 90% اینها هم غیر نظامی است. Եվ 90%-ը եւ զոհվածների եւ վիրավորների ուրեմն սովորական քաղաքացիներ են։